Ադանա քաղաքում Օսմանյան կայսրության ամենամութ օրերին սկսվեց ողբերգություն, որը հիմք հանդիսացավ հայոց ցեղասպանության։ 1915 թվականին 1.5 միլիոն հայեր դաժանաբար սպանվեցին, որովհետև չէին դադարում հավատալ Քրիստոսին։ Հայոց ցեղասպանությունը կազմակերպող ոճրագործները մինչ օրս չեն մեղադրված և չեն դատապարտված։ Սա է պատմությունը։ Հին գիլիգայի ծոցում դու բազմած, ինչպես արծիվ պեհիմադանա, երկնքից լազուր, օդդ ջինջ մաքուր, հաջն զեյթուն սիս մեր ադանա, Քրիստոնյա հայեր, Աստծո հավատքով, դպրոցու անքեին կարուցում, պես խաղաղ, հույս երազանքով, ապրում էին ու կերտում սիրով։ Հայատյաց թուրքը առնոտ աչքերով, ջնջել էր ուզում հայր իսպար, ծածկոտ լսվեց ամենուր, առնով ներկվեցին դաշտ ու սուր, ընկանան արդար, ծերմանուկ ու մայր, որ մեղքը պատասխան չկար, գիշերվա մթին ովքեր փրկվեցին, անտարբեր աշխարհից դառնացած, բռնեցին անծայր գաղթի ճանապարհ, հույս հավատով լեցուն առ Աստված, անապատի մեջ արցունք աչքերով, արվագին փնտրում պապակ շուրթերով, քարը բարձ դարձրած, մանկիկին գրկած, աղոթքեր անում այլ Աստված։ Հետապնդվողները հրաժարվեցին իրենց կյանքից և իրենց տեղը գտան Աստծո մոտ, հավիտենական կյանքում։ Եթե նույնիսկ աշխարհը մոռանա, Աստված կհիշի նրանց չարչարանքները։ Նրանք այլևս չեն չարչարվի, քանզի Աստծո միակ որդին, Հիսուս Քրիստոսը, որը մահացավ ու համբարձվեց, կլինի նրանց հովիվը և կուղեկցի դեպի զուգալ աղբյուրները ու կմաքրի արցունքները նրանց աչքերից, և նրանք փարվելով Աստծո գահին կերքեն Աստծո երգը, եղել է, կա և միշտ կլինի։ Քրիստոսին, որ փրկեց մեր ազգը
Սուրբ Քրիստոսով Հարթակ մենք ասում մեր Սուրբ Քրիստոսին որ բրգեց մեր աստղանոյան հույսով հավատքով ու անվերջ սիրով կապրենք հավերժ մեկ Սուրբ Քրիստոսով